Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին։ Դատական նիստի ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգի իր բառերով բոլոր ապօրինություններն ուղղված են իր եւ իր ընտանիքի դեմ, որ կանխեն ժողովրդի Ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը։ Բայց դա չի հաջողվելու, շատ շուտով մենք Ուժեղ Հայաստան ունենալու ենք, ասել է Կարապետյանը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել, պահանջելով վերացնել Կարապետյանի տնային կալանքը, որպեսզի նա կարողանա մասնակցել կուսակցության առաջիկա համագումարներին եւ նախընտրական գործընթացներին։ Զուգահեռաբար դատարանի բակում իրավիճակը կտրուկ լարվել է։ Ոստիկանների եւ Կարապետյանի աջակիցների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, ինչի հետևանքով 17 քաղաքացի բերման է ենթարկվել։ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը հավելյալ փաստարկներ է ներկայացրել, ընդգծելով, որ տնտեսական հանցագործությունների մասով հիմնավոր կասկածը բացակայում է, իսկ մեղադրանքի մի մասը հիմնված է սոսկ եկեղեցու պաշտպանությանն ուղղված կոչի վրա։ Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ Կարապետյանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է ռեկորդային 4 միլիարդ դրամի գրավ եւ հայտարարել է, որ իրենք պատրաստ են այն ավելացնել եւս 400 միլիոնով խափանման միջոցը փոփոխելու դիմաց։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նաև հայտարարել է, որ իշխանությունները պարբերաբար դրժում են իրենց խոստումները եւ լինելով իրական պատերազմի կուսակցությունը փորձում են խոչընդոտել Ուժեղ Հայաստանի գրանցմանը, վախենալով առաջիկա ընտրություններում սպասվող պարտությունից։ Նա Ուժեղ Հայաստանի 17 անձանց ձերբակալությունները որակել է որպես իշխանությունների կողմից ուղղորդված սադրանք նպատակաուղղված ընդդիմադիր գործիչների դեմ։ Այսօր եւ ամեն օր մեր շարժման անդամներին զանգարում են տարբեր մարդիկ, օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկը ասի կմտածեմ այդ մարդուն գլխին ինչ-որ բան սարքել։ Տիկին Ղումաշյանը խոսացել է 104-ամյա պատերազմի վետերանի կնոջ հետ։ 104-ամյա, որին հարցաքննել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի կնոջ հետ։ Ում ծնունդները, առիթները 5 տարի է, նա է հոգում, բոլոր հնարավոր հարցերը լուծում է, քանի որ սրտով այդ մարդկանց կողքն է, այսքան տարի։ Եվ 105-104 ամյա մարդը հաստատ որևէ կապ չունի, ոչ ընտրության հետ, չգիտենք, քաղաքացիություն ունի, չունի, դա Տիկին Ղումաշյանի սրտի պորտկումն է եղել, որի մասին բոլոր տվյալները իրավասու մարմինները ունեն, բայց նրանք հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց։